Պետական ապարատից կերնեն կգնան մասնավոր։ Օրինակ դուք կամ Նիկոլ Փաշինյանը, որ բարձր պարգևավճար կամ այդ աշխատավարձը չստանաք, մասնավորում որտեղ կարող եք բարձր բազմամիլիոնանոց աշխատանք գտնեք։ Ձեզ ով է առաջարկում նման աշխատանք։ Նարեկ ջան, ես դա չեմ քննարկում, ես որևէ քաղաքական գործի չեմ, պետական այր եմ, ես այնպես բաների մասին չեմ մտածում, բայց կարծում եմ վատ ռեզյումե չունեմ։ Առնվազն ձեր լրատվամիջոցում կամ որևիցե այլ լրատվամիջոցում բավականին լավ լրագրող կարող եմ աշխատել։ Պարոն Սիմոնյան, բայց ես ճշտով բան եմ ուզում հարցնել, ոչ հասկանալի։ Չէ, այդ այլ հարցեր, եթե չկան գնում եմ։ Չէ, լավ կա։ Ես ուզում եմ իմանալ քաղաքացիական։ Ասեք, ո՞նց կարա 3 օրը մեկ ես 40 րոպե նոն-ստոպ ձեր հետ խոսում եմ։ Քաղաքացիական պայմանագրի ընտրացուցակի ձևավորման հետ կապված ավարտվեց այսինքն այդ լսումները, այն որ պետք է տեխնացուներին լսելու փուլը ավարտվեց, հիմա նախ չի դեռ հանրայնացվել, եթե ես չեմ սխալվում, քանի հոգու տեխնացություն է առնվազն այս փուլում հաստատվել, եթե կարող եք նշել։ Մոտավորապես, եթե չեմ սխալվում, 300, եթե չեմ սխալվում։ Այդքան էլ լինելու է ընտրական ցուցակը, թե դա ֆիլտրվելու է կրկին։ Չէ, էլ ֆիլտրացիայի փուլ չկա եւ մենք այս ամեն ինչ հարաբերական է, որտեղ աշխատանքները տարվում են, ցուցակը ձևավորել է համաժողովը, ամբողջական ցուցակը, ինչ որ մի սկզբնական մասը մի քիչ ուրիշ տրամաբանության մեջ առաջին ենթադրենք 50-ը կամ 100-ը, մնացածը մի քիչ միգուցե այլ տրամաբանության մեջ զուտ տեխնիկայից ելնելով, որտեղ մի քիչ անհնար է, էլի 300 հոգու հետ կապված մենք հիմա տենց խնդիր ունենք, ուզում ենք այնց անենք, որ մաքսիմալ ապահովենք բոլորի հավասարությունը, հավասար ներկայանալու, հավասար ընտրվելու հնարավորությունը, բայց այդ քանակի մեջ 300 մարդ ընտրել դուք պատկերացնում եք 300-ի մեջից հիմա տեխնիկայի շուրջ են քննարկում, բայց ցուցակը ձևավորելու ոչ թե մի մարդ, երկու մարդ, ցուցակը ձևավորում է համաժողով, պատվիրակների քանակը գրեթե 1000 է։ Այսինքն միանձնյա որևէ Չէ, երբ ենք մենք միանձնյա այնպես բան արել։ Հաճախ մտածում եմ, որ կարելի է ինչ-որ մի բան միանձնյալ, բայց ցավոք սրտի միջորս չենք կարող։ Համաժողովի ժամկետները հայտնի են երբեք։ Մոտակա ժամանակները չեմ ուզում։ Լրատվամիջոցների հետ կապված մի հարց ունեմ։ Ես ձեզ խնդրում եմ, որ վերականգնեք մեր գործընկերների հավատարմագրումը, պարոն Սիմոնյան։ Խնդրում եմ, որ չմոռանաք, որ եթե Սերժ Սարգսյանի ժամանակ էլ անցյալում այսպես միջանցքները փակ լինեին, մենք Շմայսին, տարբեր օլիգարխների, ձեր կոչմող օդիոս դեմքերի հնարավորություն չենք ունենա հարցեր ուղղելու, նրանց մերկացնելու, եւ դուք հնարավոր է չգայիք իշխանության, պարոն Սիմոնյան։ Ինչի՞ չեք վերականգնում մեր գործընկերների հավատարմագրումը։ Օրենքը խնդրանքով չի լնում, մի ընդհատեք, օրենքը խնդրանքով չի լնում, ինչ վերաբերում է առաջվա ժամանակներին լրատվական դաշտի 99% վերահսկել էին, կային 1, 2, 3, 4 անհատ լրագրողներ, որոնցից մի մասը այսօր էլ կա, եւ այդ անհատ լրագրողներն էին, որ այսպես ասած աչքի էին ընկնում, մնացած լրատվական դաշտը վերահսկել էր, ինչ պետք է իրանք անհանգստանային որևիցե խոսքից, իսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, մեր կուսակցությունը, մեր քաղաքական գործունեությունը, ես նման եմ մարդու, որ լրատվամիջոցներից խուսափում է, դուք եք ինձնից խուսափում, դուք եք ինձնից խուսափում, ինչ աշխում, ինչի՞ չեք թողնում, կարող է այդ իմ ես ասում եմ 10, 20 թե 30 օր առաջ եմ հարցազրույց տվել, մեծ հարցազրույց կամ ես նման եմ, մենք նման ենք մարդկանց, ովքեր լրատվամիջոցներից խուսափում են։ Ձեզ ասվել է Արթուր Հովհաննիսյանը, չգիտեմ, Կոնջորյանը ինչ որ խնդիրներ ունեն ուզել են ուղղակի սովորեք կանոններով աշխատել, էլի։ Դա ի՞նչ կա, այտենց չի նման, դա ի՞նչ է, մի հատ պուճուրիկ բան է գողացել, էլի։ Մի հատ պուճուրիկ առաջ բացել։ Լավ է, վերջացրու։ Ժողովի դռները բացում եք։ Ժողովի այգու դռները բացում եք, ցանկացած մի վերացի այս խոսակցությունը կավարտես խոսեմ, թե դու այստեղ կանգնի։ Ասում եք խախտել այսօր։ Կավարտես խոսեմ։ Այլ հարցեր կունես։ Չեմ պատասխանում։